Այս աղջկան անգամ մահից հետո հանգիստ չտվեցին։ Մահացած մարմինը տարան լոգարան, տեղափոխեցին վաննայի մեջ, վերցրեցին սղոցը ու սկսեցին մասերի բաժանել։ Հետո այնտեղ, որտեղ ուտելիք էին սարքում, այն նույն կացան, որ օգտագործում էին իրանց ճաշը սարքելու համար, օգտագործում են Ֆանմանի մարմնի մասերը էփելու համար։ Երկար եռացնելուց հետո միսը ոսկորից առանձնացվում է, ու եթե դրսում տեսնեիք, հաստատ չէիք մտածի, որ մարդու ոսկոր է։ Ինչ գործ ունի մարդու ոսկորը դրսում։ Չնայած այսքան պատմություններից հետո արդեն ինչ ասես լսել ենք։ Ով իմանա։ Իսկ եթե անգամ հասկանային, որ մարդու մարմինը է, չէին իմանա ով է ու որ իրանց հետ ընդհանրապես կապ ա ունեցել։ Բայց երբ որ խոսքը գնում է գլխի մասին, ամեն ինչ ուրիշ է։ Երբ որ գլխամաշկը քայքայվում է, մարդու գլուխը գանգը յուրահատուկ է։ Հաստատ ոչ ոք չէր շփոթելու կենդանու ոսկորների հետ։ Ուրիշ բան պիտի մտածեին։ Չգիտեմ ում գաղափարներ, բայց որոշում են, որ պիտի վերցնեն տանը դրված Hello Kitty փափուկ խաղալիքներից մեկը, հետևից կտրեն, գլուխը դնեն մեջը, նորից կարեն ու հետ դնեն տեղը։ Հետո էլ գնան իրենց գործերով։